Փառք մեր Տիրոջը եղբայրներ քուրեր, նորից ողջունում եմ ձեզ, իմ ընտանիքի կողմից, եկեղեցու կողմից, Տիրոջ փառքը, շնորհքը եւ զորությունը իջին ձեր վրա։ Այսօր մենք լսեցինք այն հրաշալի խոսքը, որ եղբայրները մեզ պատգամեցին, եւ ուրախ ենք եղբայրներ քուրեր, որ ամբողջ աշխարհում եք, թե Գերմանիայում, թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, թե Ավստրալիայում, մենք բոլորս նույն աղբյուրից ենք խմում։ Այդ ինչ գերազանց աղբյուր է եղբայրներ քուրեր, որը բոլորիս տալիս է նույն հավատքը եւ նույն աստվածային սերը։ Եվ ամեն տեղ նույն բանն է քարոզում եղբայրներ քուրեր։ Տեսեք, եղբայրները քարոզում էին, բայց կարծես թե մեր հարազատ քարոզիչներն են, չէ՞։ Նույն խոսքն են խոսում, որը նույն մեր եղբայրներն են խոսում։ Ինչպես այդպես լինում, որ ամբողջ աշխարհում եք մարդիկ նույն հոգով են շարժվում։ Դա աստվածային հրաշք է եղբայրներ քուրեր։ Եվ այդ հրաշքը նույնպես այսօր այստեղ կատարվում է մեր սրտերում, մեր ընտանիքներում։ Տերը փառավորվի, որտեղ Աստծո խոսքի նպատակն է ոչ թե մեզ գեղեցիկ մարդ սարքի, այլ Աստծո խոսքի նպատակն է մեզ նոր մարդ սարքի։ Նորովի մեր միտքը, մեր կյանքը, մեր վարքը եւ մեր կանգնելը Աստծո առջև։ Տեր օրհնի մեզ։ Սուրբ Գրքից հիշեցնեմ մի քանի համարներ եղբայրներ քուրեր, որոնք կդառնան հիմք մեր այսօրվա ժամանակ պաշտամունքի քարոզի նյութ եւ հիմք բոլորիս համար, եւ մենք մի բանով այսօր փոքրիկ կհարստանանք։ Կարդում եմ առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 3-րդ համարից, 3-րդ եւ 4-րդ համարները։ Պարտքենք ամեն ժամանակ Աստվածանից գոհանալ ձեզ համար։ Տեսեք, առաքյալ ասում մենք պարտքենք գոհանալ Աստծուց ձեր համար։ Նրանք նայում են Թեսաղոնիցի եկեղեցուն եղբայրներ քուրեր եւ գոհանում են Տիրոջից։ Ինչն էր պատճառը այդ գոհանալու։ Պողոս առաքյալը փառավոր անձնավորություն էր, հոգևոր հեղինակ էր, հեղինակություն էր։ Պողոս առաքյալը Աստծո հետ մտերիմ կապ ուներ եւ Աստծո հայտնությունները ուներ։ Ինչքանով պետք է այդ մարդուն զարմացներ Թեսաղոնիցի եկեղեցին, որ նրանք ասեն, որ ինքը ասի պարտքենք Աստծուն գոհանանք ձեր համար։ Եվ շարունակում է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է։ Ձեր հավատքը խիստ մեծանում է։ Եղբայրներ քուրեր ջան, դա կարևոր հարց է, որ մեր հավատքը մեր կյանքի ընթացքում աճի եւ խիստ մեծանա, ոչ թե մի քիչ մեծանա, այլ խիստ մեծանա։ Մենք հիշում ենք մեր տարիները, որոնք անցել են 20, 30, 50 տարի առաջ։ Ինչ ապրումներ ունեինք, ինչ այցելություններ, ինչ օրհնություններ։ Իսկ Հիսուսը փոխվել է եղբայրներ քուրեր։ Չի փոխվել, չէ՞։ Իսկ նրա զորությունը պակասել է ինչ որ։ Իսկ իր խոսքի հեղինակությունը իջել է։ Իսկ Սուրբ Հոգու զորությունը պակասել է այսօր։ Ոչ։ Ուրեմն մենք այսօր կանգնած ենք մի լուրջ հարցի առջև։ Մեր հավատքը աճում է, թե կանգնել է, թե մի քիչ կամաց նվազում է։ Անցյալ տարի մենք ինչ հավատքի մակարդակ ունեինք եւ այս տարի ինչ։ Կարող եմ ասել այսօր ես իմ սրտից մեջ պետք է քարոզեմ կամ վկայություն տամ ժողովրդին, ինքս իմ սրտից մեջ, որտեղ հավատք առաջերտին ինձ է պատկանում։ Կարող եմ ասել, որ անցյալ տարի եւ այս տարի իմ հավատքի մեջ տարբերություն կա։ Ես ավելի եմ հոգեվոր աճել, ավելի եմ մոտեցել Տիրոջը, որտեղ հավատքի բուն նպատակն է մեզ ասուն մոտեցնել, ոչ թե մենակ Տիրոջից բաներ ստանալ, շատերը տենց են պատկերացնում հավատքը, գնամ հավատքի, որ ինչ ուզեմ Աստված տա, բայց հավատքի բուն նպատակն է մեզ մոտեցնել Հիսուսին եւ նմանացնել նրան։ Իմ հավատքը ինձ այսօր ավելի է մոտեցրել Քրիստոսին, քան անցյալ տարի։ Ես ավելի եմ նմանվել Քրիստոսին, քան անցյալ տարի։ Եվ տեսեք, Պողոս առաքյալը ասում է, որ ձեր հավատքը խիստ աճել է, խիստ մեծացել է։ Եվ մենք որպես առաքյալներ տեսնում ենք այդ հավատքի արտահայտությունը։
Եվ շարունակելով մյուս կետն աշեշտում։ Եվ ձեր ամեն մեկի սերը ավելանում է իրար վրա։ Եվ այստեղ առաքյալը մի նոր էջ է բացում։ Հիմա սերն է ավելանում իրար վրա։ Եթե մենք խոսում ենք հավատքի մասին, հավատքը ինձ փոխում է, իսկ սերը արտահայտվում է ուրիշի հանդեպ։ Սերը ավելանում է։ Անցյալ տարի այդ սերը մի մակարդակ էր, մի քանակ էր, բայց անցավ մոտ մի տարի եւ Թեսաղոնիկեցի եկեղեցու սերը լրիվ փոխվել էր։ Եվ առաքյալը տեսնելով փառք էր տալի Տիրոջը։ Ասում էր, «Էս ինչ հրաշք է։ Ինչքան պետք է մենք փառք տանք ասոնես եկեղեցու համար։ Էս ինչ հրաշքներ են կատարում ես եկեղեցու, մարդիկ փոխվում են, նրանց մեջի սերը մի հատ նայ, նրանց կյանքը, նրանց վերաբերմունք իրար հետ»։ Եղբայրներ, քուրեր, մենք շատ անգամ լսում ենք նման արտահայտություն, եկեղեցում սեր չկա։ Լսել եք այդպես բան։ Լսել եք։ Սա ասում այն մարդը, եղբայրներ, քուրեր, որը սեր չի զգում իր հանդեպ։ Իսկ սեր չի զգում միայն այն մարդը, որի մեջ սերը մարել արդեն։ Մեկը մոտեցավ, ասում է, եղբայր, եկեղեցում սեր չկա։ Ասում եմ, իրոք ճիշտ ես ասում։ Իրոք եկեղեցում սեր չկար։ Չկա, եթե գոնե քո սրտում ելներ, գոնե մեկը կլներ սիրով։ Գոնե մեկը սիրող կլներ, երևի քո սրտում էլ չկա։ Եղբայրներ, քուրեր ջան, երբ որ մեր սրտներում Աստծո սիրո աղբյուրը բխում է, դու չես նկատում, որ կողքերդ սեր չկա։ Ինչու՞։ Որտեղ քո մեջ այդ սերը այնքան է, որ ամեն բան ծածկում է։ Սերը ամենին հավատում է գրված է։ Սերը ամեն բան ծածկում է։ Չի գրված, որ սերը սուտին հավատում է, այդպես բան գրված չի։ Ամենուն հավատում է։ Սիրող մարդը միշտ կարծում է, ինչպես ինքն է սիրում, այդպես բոլորն են սիրում։ Համաձայն եք։ Սիրող մարդը, որ միտեղ մտնում է, սաղին սիրում է։ Եվ գիտես, սաղերը այդպես են իրար նման են։ Սերը ամենուն հավատում է, ամեն բան ծածկում է, եղբայրներ, քուրեր։ Եվ հա մենք կանգնած ենք երկու կարևոր հարցերի առջև. հավատք եւ սեր։ Հավատք եւ սեր։ Հավատքը աճում է Աստծո խոսքից, մենք այսօր լսեցինք։ Հավատքը զորանում է Աստծո խոսքով։ Հավատքը մեզ տանում է այս աշխարհի դժվար ճանապարհներով Աստծո խոսքի հիման վրա։ Հավատքը դա զգացմունք չի, շատեր ասում են, ես զգում եմ, ես հավատում եմ։ Հավատքը հիմք ունի, եւ հավատքի հիմքը Աստծո խոսքն է, եղբայրներ, քուրեր։ Դրա համար ամեն մի քայլ հոգեվոր կյանքում մենք պետք է պատրաստ լինենք բացատրել Աստծո խոսքով։ Ինչի մասին է, ինչու՞մն է սրա միտքը, եղբայրներ, քուրեր։ Շատերը ասում են, ես հավատում եմ, որ Աստված ինձ էսի կտա։ Ես հավատում եմ, որ ես պիտի անպայման երկինք մտնեմ, կապ չունի ոնց եմ ապրում, մեղք եմ գործում, մեղք չեմ գործում, չար եմ, բարի եմ, պիտի երկինք մտնեմ։ Աստված սերը ինձ տանում է երկինք։ Ես դրան հավատում եմ։ Բայց այս երկու հավատնել հիմք չունեն, եղբայրներ, քուրեր։ Հիմք չունեն։ Մարդը մեղք է գործում, չարություն է անում։ Ասում է, եղբայր, դու գիտես, որ Աստված սեր է։ Քանի որ Աստված սեր է, ես երկինք եմ գնում։ Ինձ սենց էլ է սիրում Աստված։ Այս հավատքը հիմք ունի, եղբայրներ, քուրեր։ Չունի։ Այս հավատքը հիմք չունի։ Ուրեմն մեր հավատքը պետք է ամբողջովին եւ կատարյալ միայն հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Երբ որ մենք հիմնված ենք այս խոսքի վրա, այդ խոսքից էլ աճում ենք օրը օրի վրա։ Եվ մեր հավատքը երբեք չի աճի, եթե մենք ամեն օր Սուրբ Գիրք չկարդանք։ Ամեն օր պիտի կարդամ, պիտի սերմանեմ իմ սրտիս մեջ, որ այդ սերմը պտուղ բերի։ Եթե ես չեմ սերմանի Աստծո խոսքի իմ սրտիս մեջ, մի սպասեք, որ պտուղներ կլինեն։ Ներշնչելով հավատքը չի աճում։ Հրաշքնելով, եղբայրներ, քուրեր, հավատքը չի աճում։ Հավատքը աճում է միայն Աստծո խոսքից։ Եվ մենք մեր հայացքը այժմ ուղղենք մեր օրհնյալ առաքյալների վրա, որոնք Հիսուսի հետ քայլում էին։ Նրանք սովորեցին Հիսուսից Աստծո խոսք։ Եվ ոչ թե միայն սովորեն Աստծո խոսքը, նրանք նույնպես քարոզում էին։ Եվ Հիսուսը վստահում էր նրանց, որ նրանք քարոզեին Աստծո խոսքը,
այցելեն այն տեղերը, որտեղ որ Քրիստոսը պիտի գնար, նրանք Հիսուսի անունով դևեր են հանում արդեն, Հիսուսի անունով բժշկություններ են կատարում, նրանք հավատքով տեսնում են Քրիստոսի մեծ փառավոր գործերը, անգամ Հովանեսը, Հակոբոսը եւ Պետրոսը տեսել են Քրիստոսի փառքը, հիշում եք, եւ հոր ձայնն են լսել երկնքից, ամեն բան անցել են եղբայրներ քուրեր, բայց հենց մի բան չէին սովորել, մի դաս էր մնացել, որ նրանք պետք է սովորեն հələ, այդ դասը Հիսուսը իրար չէր տվել, այս դասը Հիսուսը տվեց իր ծառայության վերջի օրերը եղբայրներ քուրեր, եւ որ հաղորդությունը կատարվեց, Զատիկի հաղորդությունը հիշում եք, երբ որ Հուդան մի կտոր հացը վերցրեց եւ հեռացավ, եւ Հիսուսը եղբայրներ քուրեր հետեւյալ խոսքը ասեց. նոր պատվիրանք եմ տալիս ձեզ։ Ինչ նոր պատվիրանք Տեր Աստված։ Համարյա 3 տարի ման են գալիս, քո հետ այդ պատվիրանք չես տվել մեզ։ Դևերին հանում ենք, բժշկություններ կատարում ենք, քո վստահած տեղերը գնում ենք, քո ուղարկած տեղերը գնում ենք, քո մոտիկներն ենք Հիսուս, քո հետ հաց ենք կերել, քո հետ ուրախացել ենք, քո հետ նեղություններ ենք հաշել, բայց այդ նոր պատվիրանը դու մեզ չես տվել հələ։ Եվ ահա Հիսուսը վերջի իր օրերին նոր պատվիրան է տալիս։ Եվ ասում է, որ իրար սիրեք։ Օ, Տեր Աստված, այդ երևի ամենադժվար բանն է։ Ավելի հեշտ է դևերին հանենք, քան իրար սիրենք։ Ավելի գերազանց է քարոզենք, մի 1000 հոգու մարդիկ ապաշխարեն, մենք մխիթարվենք, քան այս եղբայրներից սիրեմ։ Եղբայրներ քուրեր, ունենալ հավատք, դա մի հոգևոր մակարդակ է, բայց իրար սիրել դա ուրիշ բան է։ Հիշում եք, երբ որ աշակերտները ճանապարհին իրար մեջ խոսում էին, երբ որ տեղ հասան Հիսուսը հարց տվեց, ինչի մասին եք խորում ճանապարհին, դրանք ձեն չեն հանում, ավանչում էին, որտեղ ճանապարհին իրար մեջ խոսում են, դե արդեն լավ քարոզիչ են դառել, լավ տենց հոգևոր ծառայության մեջ են, երևի ամեն մեկը տեսնում էր ով քանի հատ դիվահար մարդ է բժշկել, ու միջոցով քանի հոգի ապաշխարել են, քանի գյուղ են ապաշխարել, չէ՞։ Մտածում են, դե մեզանից այս 12-ից ո՞րն է ամենատենց արժանի առաքյալը։ Մեզանից ով է մեծ ելնելու մեր մեջ, վերջապես հեսա չգիտենք ինչ է կյանքը բերելու, բայց դե մեր մեջ մեկը պետք է մեծ ելնի, թե չէ, 12 հոգի ենք, հոսաղս մեծ չենք լինելու, հոսաղս փոքր չենք լինելու։ Եվ Հիսուսը գոված նրանց եղբայրներ քուրեր հանդիմանեց եւ վերջում բերեց այս պատվիրանը տվեց, իրար սիրեք։ Հիսուսը լվաց նրանց ոտքերը եղբայրներ քուրեր, խոնարհվեց, Պետրոս ասում է, Տեր, իմ ոտքերը չես լվա, դե ես տեսել եմ քեզ քո փառքիդ մեջ, ես գիտեմ դու ով ես, իմ ոտքերը դու չես լվա, ես քոնը կլվամ, բայց դու չէ։ Բայց Հիսուսը նրան կանգնեցրեց, եթե չլվամ քո ոտքերը, իմ հետ բաժին չունես Պետրոս։ Սրանով Հիսուսը ցույց տվեց եղբայրներ քուրեր, որ նա աշխարհ բերել է ոչ թե միայն աստվածային հավատք, նա աշխարհին հայտնել է աստվածային սերը նաև։ Եվ այս երկու կարևոր հատկանիշները մեզ տանում են երկինք եղբայրներ քուրեր։ Ինչքան լավ ուզում ես հավատացյալ եղի, եթե սեր չունենաս, դու միշտ տանջվելու ես եկեղեցում։ Գիտես ինչով ես տանջվելու, ես էլ նույնպես քո հետ։ Մենք կտանջվենք եղբայրներ, եւ որ տեսնենք այն եղբայրը լավ չի նստել, այն քույրիկը սխալակասին կան կապել, այն քույրիկը այսինչ թազա սապոկներ առել, այն մյուսը եսիմ ինչ, միշտ պակաս բաներ կգտնենք իրար մեջ։ Եվ անպայման կընդգծենք իմ հավատքը ամենալավն է։ Ես արդեն 20 տարվա հոգևոր եմ, մուսկասի ես 25 տարվա հոգևոր եմ, չէ, քույր ես 25.5 տարվա հոգևոր եմ, չէ։ Եվ ամեն մեկս կընդգծենք ինչ որ մի բան,
որ ասենք ես բարձր եմ, ես մեծ եմ, այդ սերը մեզ ինչ է անում, գեղեցկացնում է և սովորեցնում է իրար սիրել, իրար ծառայել, իրար պակաս տեղերը ծածկել և տեսնել եկեղեցին ինչպես հարս եկեղեցի, որի վրա Աստծո փառքն է իջած, Տերը փառավորվի եղբայրներ քույրեր։ Համար այսօր մեր հարցն է Տիրոջ առջև։ Աճենք հավատքով և ավելանա մեր մեջ սերը։ Եվ այստեղ մենք կարող ենք մի խնդիրի առջև կանգնել, ումից է կախված այս ամենը եղբայրներ քույրեր։ Եթե մենք Աստծո խոսքը չքարդանք, բայց ամեն օր աղոթենք Տեր Աստված, իմ հավատքը ավելացրու։ Եթե մենք իրար պակաս տեղեր գտնենք, բայց ասենք Տեր ինձ ուժ տուր սիրեմ քույրիկներից, եղբայրներից։ Եղբայրներ քույրեր, կարող է տարիներով աղոթես։ Ես էլ նույնպես։ Բայց ոչ մի բան չփոխվի։ Եվ վերջապես կարող է արդեն գալիս ենք մի եզրակացության, որ երևի Աստված է մեղավոր, որ ես չեմ սիրում իմ եղբայր քույրիկներին։ Այսքան աղոթում եմ, սեր չի տալիս ինձ։ Այսքան աղոթում եմ, Տերը չի օգնում, որ ես համբերատար լինեմ։ Այսքան աղոթում եմ, իմ հավատքը չի աճում։ Եղբայրներ քույրեր ջան, եթե մի գործը մենք սխալ ենք բռնում, ինքը սխալ էլ դուրս է գալու։ Մի անգամ մի մասնագետ մարդ, պատշար մարդ, մոտենում է մյուսին, որը պատաշարում, իր տունը պատաշարում, եղբայր եկել է մյուս եղբոր մոտ, ասում է եղբայր, ինչ ես պատ եմ շարում, ասում է եղբայր ջան, ուզում եմ տուն սարքեմ, բայց այս պատից սկսել եմ շարել է, ասում է եղբայր ջան, բայց որ դու այդ պատը շարում ես, դու շողուլ չես կախում, կամ հարթաչափ չես դնում, ասում է չէ, ինչ ես է պետք, ես ասես դնում եմ ես քարը, ոնց որ ստել կար, դրեց, ահագին բարձացա, մեկ էլ պատանգավ փլվեց, ասում բայց խի փլվեց պատը, այսքան տանջվեցի, այսքան աղոթել էի, որ պատը լավ լներ, որ Աստված օրհներին պատ շարել, այս խի պատը փլվեց, Աստված մեղավոր է երևի, իմ աղոթները չի լսում, ով էր մեղավոր եղբայրներ քույրեր, ինչ էր մեղավոր, իր մեղքի ինչումն էր, պատ շարելուց ոչ թե մենակ պետք է աղոթ կանես, պետք է մի հատ շողոլ վերցնես, չէ՞։ Կամ գոնե հարթաչափ պետք է վերցնես։ Եղբայրներ քույրեր ջան, նույնպես երբ որ մենք կառուցում ենք մեր հոգևորությունը, առաջինը պետք է Աստծո խոսքը վերցնենք անպայման, ամեն օր կարդանք, ամեն օր։ Երկրորդը հոգ պիտի տանենք, որ Աստծո սերը մեր մեջ ավելանա, կարողանամ սիրել իմ եղբայրներին, իմ քույրերին։ Իսկ այդ սերը ավելանում այն ժամանակ, երբ որ մենք լցվում ենք Աստծո հոգով եւ մտնում ենք Աստծո ներկայության մեջ։ Եվ դա կարևոր է եւ կարելի է եղբայրներ քույրեր։ Եվ վերջացնելով այս խոսքս, կարդում եմ եղբայրներ քույրեր ջան նույնպես երկու համարներ։ Սրանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա ինչ ունենաք, սեր ունենաք։ Գրված չէ, եթե դուք հրաշքներ կատարեք, բժշկություններ կատարեք, այլ իրար վրա սեր ունենաք։ Ու կասեն, սրանք Հիսուսի աշակերտներն են, սրանք եկեղեցու անդամներ են։ Եթե գնում ես այդ մարդկանց մոտ, բամբասում ես իր քույրիկի մասին, ինքը գեղեցիկ խոսքը փակում, ասի մի հատ արի աղոթենք այդ քույրիկի մասին, չէ՞։ Էլականչը չի ծանրացնում, չի լսում բամբասանք եղբոր մասին, քույրիկի մասին, այլ գեղեցիկ խոսքը փակում է։ Ու կողքի մարդիկ ասան, սրանց հետ գործ չունես, սրանք երբեք բամբասանք իր վրա չեն լսում, որտեվ իրար սիրում են։ Մենք էլ ենք ուզում իրանց հետ լինել։ Եվ մյուս համարն էլ գրված այսպես եղբայրներ քույրեր, այսպես որ մենք ինքներս թեզանով պարծենում ենք Աստծո եկեղեցիներումը։ Իսկ աշակերտները ոչ թե իրանք են միայն ուրախանում, այլ պարծենում են եկեղեցիների մեջ, որ Թեսաղոնիկեցիս եկեղեցին այս օրհնյալ վիճակի մեջ է, ասում է ձեր համբերության եւ հավատքի համար, ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղություններումը, որոնց որ դուք համբերում եք։ Եղբայրներ քույրեր ջան, դրանք իրանց սերը եւ համբերությունը ցույց են տալիս ոչ թե միայն լավ օրերում, այլ նաեւ հալածանքների մեջ եւ նեղության մեջ։ Տերը փառավորվի։ Հիմա ոտքի կանգնենք, աղոթքով գանք Տիրոջ առջև
Եվ այս աղոթքի մեջ եղբայրներ քուրեր, եկեք օրհնենք իրար Աստծո սիրով եւ Աստծո օրհնությամբ։ Եթե մեր սրտերի մեջ այսօր տեսնում ենք, որ մի քիչ մեր սերը պակասել է, այս եղբորը չեմ կարող տանեմ, այն քույրիկին չեմ կարող տանեմ, եկեք այսօր ապաշխարենք եւ ասենք Տեր, ես ուզում եմ ամբողջովին քեզ նմանվել։ Իմ հավատքը ինձ նմանացնի քեզ, որ ինձ տեսնողը ասի, սա Հիսուսի աշակերտն է, ունի հավատք եւ ունի սեր։ Ամեն աղոթենք։